Ձեռք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Առաջինի եթերը շարունակվում է, մեր հյուրն է մշակութային մարդաբան Աղասի Տաթևոսյանը։ Բարև ձեզ, պարոն Տաթևոսյան։ Բարև ձեզ։ Պարոն Տաթևոսյան, ինձ մոտ հարց է առաջանում, ես միգուցե ինչ-որ բան սխալ եմ հասկանում, մեր ընդդիմությունը մարդիկ, ովքեր պաշտպանում են իրենց ասելով հայ առաքելական եկեղեցին, անդադ ասում են, որ իշխանությունը հարձակվել է եկեղեցու վրա։ Ես միգուցե սխալվում եմ, ես չեմ տեսել, որ իշխանությունը հարձակվի եկեղեցու վրա։ Իշխանությունը հարձակվում է կոնկրետ մի քանի եկեղեցական սպասավորների վրա, ամենաբարձր խավի։ Ես դա կոչում եմ եկեղեցու իշխաններ, դա Գարեգին Բ. կաթողիկոսն է եւ մի քանի արքիեպիսկոպոս։ Փորձենք հասկանալ, միգուցե սխալ եմ հասկանում իրավիճակը։ Իրոք իշխանությունը հարձակվում է եկեղեցու վրա, թե սպասավորների վրա է հարձակվում։ Եվ արդյոք այս պահին ճիշտ է նրանց տարանջատել։ Եկեք փորձենք հասկանալ նախ այդ խնդրը ինչ է իրենից ներկայացնում, հա, առաջին հերթին։ Բոլորից էլ հայտնի է, որ խնդրը քաղաքական բնույթ ունի եւ այս քաղաքական պատճառների մեջ երկու տեսակի պատճառ կարող ենք առանձնացնել, համենայն դեպս դաշտում շրջանառվող տեղեկատվության հիմքի վրա, եթե ընդունենք, որ այդ տեղեկատվությունը քիչ թե շատ մոտ է իրականությանը, քաղաքական պատճառներից մեկը ներքաղաքական բնույթի է, մեկը արտաքին քաղաքական։ Այսինքն արտաքին քաղաքական պնդումները, որոնք կապված են եկեղեցու ներքաղաքական գործունեության հետ, դա այն է, որ թելերը գնում են դեպի Մոսկվա եւ բնական է որ մենք ԽՍՀՄ-ում ծնված մարդիկ ենք, մենք կարող ենք այդպես ասել, որ Մոսկվա։ Մոսկվա իսկ կարող կոնկրետ Կրեմլ, չէ, որտեղ Մոսկվան դա Կրեմլն է։ Կարող է Լուբյանկա գնալ տվյալ դեպքում։ Ну, մի խոսքով, Մոսկվան ինչ է մեր համար, դա մոտ 200 տարի 1828 թվականից Հայաստանը գտնվում է մի պահ Ռուսաստանի կազմում, մի պահ Սովետական միության կազմում եւ բնական է, որ այն հաստատությունները, որոնք որ ունեին ազգային համայնքը, իսկ հայերին Ռուսաստանը դիտում էր որպես ազգային համայնք, իր կազմում իհարկե մեծաքանակ թվով, բայց ինքը ըստ էության համայնք էր երկար ժամանակ եւ նույնիսկ համայնքի կարգավիճակ է ունեցել Սովետական Հանրապետության դեպքում, ուղղակի այնտեղ տարբեր տեսակի վարչական միավորներ կար, Հայաստանին տրված է եղել Սովետական Հանրապետության կարգավիճակ։ Եվ այդ համայնքի կառավարել էր պետք եւ բնականաբար այդ համայնքը կառավարելու եւ կառավարելի պահելու մի քանի ինստիտուտներ կային, մեկը կրոնական ինստիտուտներ, մյուսը ցարական Ռուսաստանի, իսկ հետագայում նաև սովետական Ռուսաստանի կազմում գոյություն ունեցող այդ քաղաքական միավորները։ Այսինքն բնական է, որ Հայաստանը անկախություն ձեռք բերելուց հետո այդքան հեշտ չէր կարող ազատվել ռուսական ազդեցությունից։ Այսինքն ես սա չեմ ուզում շատ տենց դավադապաշտական, խիստ այսպես բնականon հատապարտող, այն որ ասում են խաչին մեխող, թե պատին մեխող, այսպես բան անել, սա եղել է իրավիճակի ոնց որ ասած բնական վիճակն է, որում մենք գտնվում ենք եւ որից մենք պետք է աշճանաբար ազատագրվենք։ Եվ որի մասն է նաեւ եկեղեցին։ Այո, եւ որի մասն է եկեղեցին եւ որ եկեղեցին ինքն էլ այդ խնդիրը ունի, հասկանում եք։ Եվ այս առումով համենայն դեպս Հայաստանում գտնվող կառույցը միգուցե այդ խնդիրը ունի, ես չեմ կարող Սփյուռքի մասին խոսել, որովհետև այդքան լավ ծանոթ չեմ այնտեղի խնդրին, բայց մեր մոտ ակնհայտ է եւ նաեւ երբ որ նայում ենք տարբեր Ես ներողություն եմ խնդրում, իսկ եկեղեցու ներսում դա դիտարկում են որպես խնդիր, որը պետք է լուծել։ Ես չեմ կարող ասել, պետք է ես ասեմ որպես գիտնական եմ ես խնդրին նայում, հա ինչ փաստեր կան դաշտում, ես փորձում եմ դրա վրա վերլուծել, այսինքն ես չեմ կարող ինչի մասին որևէ ինֆորմացիա չկա դաշտում, ես դրա ինչ որ չեղած տեղը դատողություններ անեմ։ Ես չեմ կարող ասել, բայց
համենայն դեպս ինչ որ հատուկ այդպեսի գործողություններ, որ ուղղված լինեն դեպի դա, չունենք, հակառակը կասկածների տեղի տվող գործողություններ ունենք, ասենք օրինակ կաթողիկոսի կողմից այդ ռուսական պարգևներ պարգևատվել է, հա, կաթողիկոսին, ասենք օրինակ հարց առաջան ինչի, հանկարծ, չգիտես, Իրանի հոգևոր առաջնորդը չի կամ պրեզիդենտը չի պարգևատվում կամ չգիտես Ֆրանսիայի նախագահը չի պարգևատվում կամ այլով որտեղ ունենք հա մենք խոշոր գաղութ Ամերիկայի նախագահը չի պարգևատվում, հենց Ռուսաստանի նախագահն է պարգևատվում։ Եվ նաև փաստ է այն, որ Հայաստան դեռ ինքը եւ քաղաքական առումով եւ մնացած բոլոր առումներով ինստիտուցիոնալ լուրջ կախվածություններ ունի այս պահին Ռուսաստանից։ Եվ նաև փաստ է այն, որ պատերազմից հետո Հայաստանի եւ հասարակական կարծիքում էական փոփոխություններ տեղի ունեցան Ռուսաստանի վերաբերմունքի առումով եւ նաև փոխվեց պետական քաղաքականությունը։ Եվ այն ինչը նորմալ է տրամաբանական եւ օրինաչափ դարձավ աննորմալ, ոչ տրամաբանական եւ ոչ օրինաչափ։ Այսինքն առաջացավ ինչ որ մի հատ այն բանը լճացած հանգիստ վիճակը, որը որ գոյություն ունի 30 տարի անկախությունից հետո, այսինքն Հայաստանը մի տեսակ գործող տարբեր շրջանի այդ իշխանությունները կարծեք թե 90-ականների սկզբին փորձ արեց ինչ-որ մի բան փոխել, բայց հետո կարծեք թե հասկացան, որ միգուցե եւ ուժերը Հայաստանի չի բավականացնի Ռուսաստանի դեմ դուրս գա մի անգամից, միգուցե եւ ընդհանրապես իրավիճակը այն չէ, միգուցե եւ հասարակական կարծիքը դեռևս շատ հետսովետական է, այսինքն մարդիկ դեռ ունեն այդ սովետական միության մեջ ապրելու այդ հիշողությունը, այսինքն շատ գործոններ կային, որոնք որ այդ ժամանակ միգուցե չեն նպաստել, որպեսզի Հայաստանը փորձի Ռուսաստանի ազդեցությունից ազատվի, հա, կամ ոչ թե ազատվի այն տեսանկյունից, որ ընդհանրապես մերժի Ռուսաստանին, որտեղ Ռուսաստանը գոյություն ունեցող պետություններից է, որի հետ Հայաստանը պետք է հարաբերություններ պահպանի, հա, այդ բոլորն էլ հասկանալի բան է, դա այնպես մի բան չի, որ մենք հիմա այստեղ առաջին անգամ ենք շոշափում կամ իմաստ ունի դրա մասին շատ երկար խոսել, հա, հիմա այստեղ խնդիր է առաջանում, որ ստեղծված իրավիճակում հասկանում եք չի կարող քաղաքական համակարգը փորձի քայլեր անել փոխելու Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները, իսկ այլ ինստիտուտները դրանից ձեռնպահ մնան, այսինքն չխառնվեն դրան։ Իրենք ուզեն չուզեն, իրենց խառնելու են։ Եվ մենք տեսնում ենք ինչպես են իրենք խառնվում։ Եվ այսինքն ակնհայտ է, որ ինստիտուտները եւ անհատները։ Հա, այսինքն անհատների դեմքերով, քաղաքական տարբեր տեսակի ուժերի ներկայացուցիչների դեմքերով մենք տարբեր, այսպես ասած, բողոքի ակցիաներում տեսնում ենք, ով ում հետ է քայլում, չէ՞։ Ասենք օրինակ այդ նույն հոգևոր եկեղեցականը, որը որ քաղաքական շարժում սկսեց, առաջին իր կարծեմ միտինգից հետո կարծեմ գնացել էր Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ։ Այսինքն ակնհայտ է, որ նա գործ ունի, ասենք մի պրեզիդենտի հետ, նախկին պրեզիդենտի եւ քաղաքական, այսպես ասած, ինչ որ ուժի այսօրվա առաջնորդի հետ, ով որ ունի խիստ արտահայտված պրոռուսական կողմնորոշում եւ Ռուսաստանը իրենց միջոցով փորձում է դեռևս պահպանել նախկին այդ վիճակը, հա։ Հիմա ուզում ասել, որ այս եկեղեցու եւ պետության միջև այս լարվածությունը, որ առաջացել է, ինքը ունի շատ այդպես ավելի լայն համատեքստ, լայն կոնտեքստ եւ այդ կոնտեքստը ավելի շատ քաղաքական է, քան բուն հոգեվոր։ Իսկ եւ եկեղեցու ներքին կյանքին վերաբերող։ Բայց այսպիսի մի խնդիր էլ կա, որ գիտեք մենք սիրում ենք իմ շատ լավ բարեկամներից մեկը շատ դիպուկ է մի արտահայտություն է թույլ տվել այս օրերի հետ կապված իրադարձությունները բնութագրելու երեսպաշտություն, դեմագոգիա։ Մենք շատ դեմագոգիկ վերաբերմունք ունենք
որպես հասարակություն նաև եւ հատկապես մեր այսպես կոչված մտավոր էլիտաներ, քաղաքական էլիտաներ, հատկապես այն խավերը, որոնք որ սովետական շրջանից են ծագում եւ այդ կապվածությունը ունեն եւ այդ մշակույթի կրողն են, այսինքն դեմագոգիկ այն իմաստով, որ իրենք ազատ չեն որպես մտավորականներ եւ եթե նույնիսկ իրենց ազատություն է տրվել, իրենք փնտրում են այդ իրենց ասող տերերին, իսկ ասող տերերը դրանք իշխաններն են, հա, նախկինում Կոմկուսի ղեկավարներն են եղել, այսօր էլ դրանից հետո էլ այդ Կոմկուսի ղեկավարի համարյա թե առանց Կոմկուսի, առանց սոցիալիզմի եւ առանց Սովետ միության, բայց համարյա նույնպես իշխանությունը ընկալող, չէ, պրեզիդենտների, ասենք խոսքս հատկապես երկրորդ եւ երրորդ պրեզիդենտը նախ գահների մասին է, որոնք երկուսն էլ սովետական կուսակցական դպրոց անցած, ինչ-որ գործարաններում կամ ինչ-որ կառույցներում Կոմկուսի առաջին քարտուղարներ եղած կամ Կոմունիստ միության քարտուղարներ եղած մարդիկ են, ովքեր որ այլ կերպ կառավարել պարզապես չգիտեն, հա։ Ուղղակի քանի որ սովետական միությունում կոռուպցիան այսպես ասած ավելի խիստ է վերահսկվում, սովետական միությունը քանդվելուց հետո ոնց որ հասած Հայաստանում գյուտ արեցին իշխանություն ունեցող մարդիկ, որ էլ ոչ ոք Մոսկվայից իրենց կաշառքի համար չի վերահսկում եւ կարող են ազատորեն թալանել իրենց երկիրը։ Սովետական միության ժամանակ էլ էին թալանում, հա, այդ նույն Կարեն Դեմիրճյանի, որ այդքան սրբացնում են, Կարեն Դեմիրճյանի ժամանակ շատ լուրջ կաշառակերություն եւ կոռուպցիա կար պետական համակարգում, հա, ասենք օրինակ կուսակցական դառնալը 3000 ռուբլի արժեր։ Եվ ես ասենք ինքս այն ժամանակ դեռ ուսանող էի, բայց կար մի ձև, հա, ասենք կարիերա անելու սովետական միությունում դու պետք է դառնայիր ինչ-որ մի փուլից հետո, եթե դու ուզում էիր դառնալ, ասենք, չգիտեմ, գիտությունների դոկտոր, կարծեմ թե պետք է պարտադիր նաև կոմունիստ լինեիր։ Եվ այս ամեն ինչը մենք գիտենք, ինչը ինչքան արժի, ով ինչ միջոցով է այդ ամեն ինչը առնում, այսինքն ուզում եմ ասել այդ փչացած համակարգը ժառանգվել էր մեզ։ Եվ հիմա նայեք, ես ինչ եմ այս դեմագոգիայի ու երեսպաշտության մասին խոսում, հա։ Երբ որ դուք փողոցում խոսում եք մարդկանց հետ, հա, մարդիկ բոլորն էլ այն ինչ որ այսօր բարձրաձայնվում է, մարդիկ բոլորն էլ այդ մասին խոսում են։ Ես ասենք օրինակ գտնվում էի Նյու Յորքում եւ Նյու Յորքի հայերը ինձ պատմում էին այն ինչ որ հիմա բարձրաձայնում է, ասենք օրինակ բանը, վարչապետը, հա, կապված կաթողիկոսի այդ իր ուխտը չպահպանելու հետ, հա։ Ես հիմա չեմ ուզում մտնել այդ մարդկանց անձնական կյանքին վերաբերող, չնայած կաթողիկոսը իրավունք չունի այդ տիպի անձնական կյանք ունենալու, եթե կա այդպիսի բան, ուրեմն դա խայտառակություն է, ուրեմն, բայց ես ինչ եմ ասում, այդ երեսպաշտության խորությունը, երբ որ մարդիկ բոլորը այդ մասին խոսում են, առօրյա փողոցում եւ ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ Սփյուռքում են խոսում, հա։ Մարդիկ կային, որ ինձ Նյու Յորքում պատմեն, որ ինք տեսել են նույնիսկ ինչ որ փողոցում, ինչ որ դրվագներ, հա, ինչ որ բաներ, չգիտեմ, մա ճիշտ են պատմել, թե սխալ են պատմել, բայց ում ասել, այդ խոսակցությունը կա եւ երբ որ հանկարծ ինչ որ մեկը այդ բարձրաձայնում է, բոլորը այնպես են, այսպես սրբության մասին խոսում եւ այլ բաներից խոսում։ Եղբայր, սրբությունը խոսալով չեն պահում, հա, սրբությունը գործի միջոցով են պահում։ Եվ սրբությունը նաև այն է, որ ասենք դու որպես հոգևորական պետք է իրոք սրբազան, այսպես ասած, բաներ թողես, տպավորություն թողես մարդու վրա, հա։ Համապատասխանես քո առաքելությանը։ Առաքինի լինես, չգիտեմ, պետք է այդ էներգիան, հա, այդ մարդուց։ Ես օրինակ այն էներգիան, որը Վազգեն առաջելից էր գալի, մենք ամեն դեպս դա զգում ենք։ Այդ ժամանակ եղել եմ երիտասարդ, եթե անկեղծ լինենք, ժողովուրդը այն ժամանակ նաև Վազգեն առաջինի մասին որոշ այդպիսի բաներ էր խոսում։ Բայց Իրանից գալիս էր այդ։ Ես նաև լսել եմ մեր թաղամասում մարդկանց խոսակցությունից, ուսանողական միջավայրում, նույնիսկ պրոֆեսորա դասախոսական կազմի որոշ այդպես ում հետ այն ժամանակ ասպիրանտ էին իրենք բան տենց նման բաներ նաև լսել եմ այդ ժամանակվա կաթողիկոսի մասին։ Հիմա ես չեմ ուզում այդ ամեն ինչը այսպես բանեմ, բայց ես ուզում եմ ասել, որ այդ երեսպաշտությունը խանգարում է մեզ եւ այդ շատ կարեւոր է հենց ես էլի եմ ուզում ցիտել իմ ընկերոջը, որ ինքը մի շատ լավ բան է ասում, նման բաներից ազատվում են սկանդալների միջոցով։
որովհետև սկանդալները սրում են հարցերը եւ սկանդալի ժամանակ մարդիկ ստիպված են շատ ավելի բացահայտ խոսել եւ շատ ավելի, այսպես ասած, ցավոտ այսպես ինչեւ ցավոտ կետերը սեղմել որովհետև եթե դու ունես խնդրեմ, մինչև այդ խնդրեմը չցավացնես, մինչև այդ խնդրեմի այդ երեսպաշտությամբ զբաղվողների երեսպաշտությունը չպատրես, հա, դու չես կարող լուծել քո ներսի այդ խնդրեմը, հասկանում եք, սա շատ կարևոր խնդիր է, իսկ այն որ մենք որպես հասարակություն կարևոր խնդիր ունենք այդ սրբազանացված ինչ-որ էլեմենտներից ձերբազատվելու, գիտեք ինչ, սրբազանը պետք է լինի սրբազան ոլորտում։ Ես բերեմ ձեզ օրինակ, էլ եկեղեցուց ենք խոսում ու ես ուզում շատ անկեղծ ու ազատ խոսել։ Ես առիթ եմ ունեցել իմ երեխաներին կնքելու։ Մեկին կնքել եմ Երևանի կենտրոնում գտնվող մի եկեղեցում, եկեղեցիների անունները չեմ տա, ոչ էլ այդ հոգևորականների անունները կտամ։ Կնունքը տևել է 10 րոպե։ Առաջին տղայիս իրենց այդ հոգևորականը 10-15 րոպե ինքը հերթի տակ կնունք էր անում, հա, հերթի տակ, այսինքն նաև փող էր աշխատում, հա, այսինքն ես կարող եմ ենթադրել, որ իր համար կարևոր այդքան կարճ կնքելու կարևոր բաներից մեկը հենց այդ գումարային պահն էր։ Այդ այնտեղ շատ ստանդարտ, սենց արդեն ինչ-որ զինվորի պես այս կողմ կանգնեք, արևելք նայեք, էս ասեք, թեքվեք այն կողմ էս ասեք, ինչ-որ շատ արագ ավարտեց այդ ամեն ինչը, հա։ Երբ որ իմ մյուս տղան փոքր էր, ինքը խնդրեց, որ իրեն կնքել, ինքը խնդրեց ինձ։ Ինձ խորհուրդ տվեցին մի հոգևորականի, ասին շատ բան է, էլի, ասենց ամեն ինչով հոգևորականը, հա, եկեղեցու բառից բուն իմաստով ներկայացիչ։ Ես եկա ասեցին կենտրոնական եկեղեցիներից մեկը, ես եկա պարզվեց ու իրեն այդտեղից հանել են, ուղարկել են Երևանի ավելի հեռու մի տեղ, տեղափոխել են, չասեմ հանել են։ Գնացի այդ եկեղեցին, որը ծայրամասային եկեղեցի է, երբ հանդիպեցի այդ մարդուն, դուք չեք պատկերացնի իր այդ բանը էլի լրիվ ուրիշ ձև է, մարդու մի նախադասությունը բավական է, որ դու հասկանաս, այս մարդը իր մեջ այդ սրբությունը կրող է, հավատքը կրող է խորապես, թե ինքը պարզապես ծառայություն կատարող սքեմով ինչ-որ մեկն է, որը որ ուղղակի ծառայություն է կատարում, հա, ու այդ երկրորդ հոգևորականը, ոնց ասեմ, ինքը ուրիշ մարդ էր, հասկանում եք, հենց ինքը հոգևորական էր, ու ինքը կնունքնել արեց պատշաճ ձևով, բոլոր տարերը պահպանելով, ու ասենք բավական երկար տևեց ու ես այդտեղ հասկացա եթե այդտեղ ես չմասնակցեի ես չէի հասկանում որ առաջին կնունքը ուղղակի բան են ասենց ոնց ասեմ էքսպրեսեր հայր այտենց վարական են գնացեք մենք ձեր փողերը դրեք այդ թասիկի մեջ ես հաջորդին անցնեմ այնտեղ հերթը կանգնած է ասենք ուզում ասել մենք ունենք եւ ես շատ ավելի ուրախ կլինեի որ ցանկացած եկեղեցի երբ որ ես մտնեի հանդիպեին նկարագրածս երկրորդ կարգի մարդիկ։ Պարոն Թադևոսյան, այդ երկրորդ մասը, այդ եկեղեցականները, ես միանշանակ դες հետ համամիտ եմ, անձամբ ճանաչում եմ այդպիսի մարդկանց եւ ճանաչել եմ, իրենք խնդիր ունեն առաջինների հետ։ Իրենք խնդիր ունեն ղեկավարության հետ, իրականում։ Կարծեք թե ունեն եւ կարծեք թե իրենց այն մարդկանց ում որ այսպես կողքից լսում ես կարծեք թե իրենց այդքան էլ շատ չեն սիրում։ Ոչ կենտրոնական եկեղեցում ծառայողները, այսպես ասեմ։ Պարոն Թադևոսյան, դուք նշեցիք արտաքին քաղաքական պատճառները, քաղաքական պատճառները, այսպես ներքաղաքականի մասին չխոսեցինք, խոսենք նաև ներքաղաքականի։ Նաև շարունակելով, չէ, ասենք նայեք։ Իմ կարծիքով գլխավոր խնդիրներից մեկը այն է, որ մեկը մյուսի գործերի մեջ է մտնում, հա, քաղաքական սահմանադրությունը չեն պահպանում։ Հա, հոգևորը մտնում է քաղաքական դաշտ։ Եվ այս մասին ես էլի եմ խոսել, բայց շատ կարճ ասեմ, որ օրինակ իմ կարծիքով սխալ է, որ երբ որ հոգևորականը որոշում է մասնակցել քաղաքականության, ինքը քաղաքականության մեջ հոգևորականի սիմվոլիկայով մասնակցի։ Ինչի համար, որովհետև հոգևորականի սիմվոլիկան ինքը իշխանություն ցուցող սիմվոլիկա է։
իշխանություն պարտադիր չի մենք իշխանության տակ բիրտ ուժը հասկանանք, հա, իշխանությունը դա նաև ակնածանքն է, հարգանքն է, մարդը այդ հագուստով մարդու նկատմամբ նույն վերաբերմունքը չունի ինչ-որ քաղաքացիական հագուստով։ Շատերը, տեսեք, նույնիսկ մենք որ զրուցում ենք, շատ այդպես էլի փորձում ենք պահպանել այդ դիստանցիան եւ շատ չվիրավորել կամ շատ ազատ այն ինչը կանեին քաղաքական գործի նկատմամբ եկեղեցականի նման չենք անում։ Հանգիստ կարող ես քննադատել, նշել իր սխալները եւ այլ, այստեղ դու զգուշանում ես, որովհետեւ հասկանում ես, որ այդ խորհրդանշական բանը մշակութային արժեքի նշանակություն ունի եւ այդ մարդիկ չարաշահում են դա։ Այո, եւ գիտեք ոնց ասենք օրինակ ինքը մի տեսակ չի ուզում զգուշությունը պահպանել այդ արժեքը չվնասելու եւ այդ բանը գցում է մյուսի վրա դա ազնիվ չի առնվազն, հա, եւ դա գցում է օպոնենտի վրա, տվյալ դեպքում քաղաքական իշխանությանին վայել արարք չի, հա, այդ մեկ, երկրորդը, հիմա նայեք, կան մարդիկ, ովքեր որ քաղաքացիներ, հա, ովքեր որ հավատացյալ են, որտեղ ոչ բոլորն է մեր հասարակության, չէ, այդպեսի խիստ կանոնները պահպանելով հավատացյալ, հա, շատերի համար մեր հասարակության եկեղեցին էլ, քրիստոնեությունն էլ ավելի շատ կապվում է մեր մշակութային ժառանգության եւ մշակութային ինքնության հետ, քան թե այսպես խիստ հավատքի հետ, չէ։ Բայց ենթական բավական նաև մարդիկ, ովքեր որ ուզում են գնալ եկեղեցի, իրենց համար հոգևորականների հետ ունեն ամենօրյա կամ գոնե շաբաթական ինչ-որ հարաբերություններ եւ իրենց համար այդ հոգևորականի խոսքը կարեւոր է։ Բայց իր քաղաքական հայացքները կարող է տարբերվել այդ հոգևորականի քաղաքական հայացքներից, հա։ Ես էլ չեմ խոսում այն մասին, որ հոգևորական իրավունք չունի եկեղեցում քաղաքական ինչ-որ հայացքներ արտահայտի, բայց արտահայտում են արդեն, չէ՞ մերոնք։ Հիմա պատկերացրեք, ասենք կա մի 100,000 այդպիսի մարդ կամ 60,000 կամ 40,000։ Գիտեք, կներեք, որ ընդհանրում է մուսուլմանները դա անում են։ Մուսուլմանները մեջիդներում քաղաքական զրույց ես անձամբ տեսել եմ։ Հիմա իրանց գործն է։ Մենք ուզում ենք դա թույլատրվում է։ Մենք ինչ ենք ուզում, ինչի համար ենք այս խնդիրները քննարկում, որտեղ մեզ պետք է որ մեր պետությունը դառնա արդիական պետություն, զարգացող պետություն, որտեղ մենք ամեն դեպքում քրիստոնեական մշակույթի կրող ենք եւ մենք մահմեդական մշակույթի կրող չենք եւ քրիստոնեական աշխարհը կարողացել է եկեղեցի պետություն հարաբերությունների կառուցման բանաձևեր գտնել եւ մենք էլ որպես այդ եւ քրիստոնեական աշխարհ եւ ժողովրդավարական նաեւ աշխարհի ներկայացիչներ ճիշտ է մեր ժողովրդավարությունը կաղում է շատ հարցերում բայց դե ամեն դեպքում մենք տարբեր տեսակի միջազգային գնահատականներով բավականին բարձր ժողովրդավարական ասենք վարկանիշ ունենք այս տարածաշրջանում համենայն դեպս եւ եթե ամենաբարձր ժողովրդավարական վարկանիշ ունեցող երկրներն ենք տարբեր չափումներով, հա։ Հիմա մեր համար այսինքն կարևոր է որպեսզի մենք կարողանանք այդ սահմանները գծել։ Հիմա տեսեք, մեր համար կարևոր է որպեսզի ցանկացած քաղաքացի իր քաղաքական կամքը ազատ արտահայտելու հնարավորություն ունեն, հա, եւ իր հոգեվոր կողմնորոշումը, հա, հավատքը չօգտագործեն որպես գործիք նրա քաղաքական կամքը ապակողմնորոշելու համար։ Ասենք օրինակ, ինչ որ մեկը ինչ որ մի քաղաքական ուժի կողմնակից է, ասենք կոնկրետ այս դեպքում, քանի որ եկեղեցի եւ գործող քաղաքական ուժ բախումն է, գործող քաղաքական ուժի հետևորդ է, հա, բայց ինքը նաեւ հավատացյալ մարդ է, ուզում է ամեն օր գնա այդ եկեղեցի, որտեղի հովիվը գործող իշխանության հակառակորդ թևում է, հա։ Հիմա ինչ առաջանում, իրեն հայտարարում են բացեի բաց, մի քանի անգամ եղել է տարբեր, չէ, ասենք հոգեվանքերի, տարբեր եկեղեցիների առաջնորդներ, հա, ասում են իմ եկեղեցի, այս ինչ ձևի մարդիկ չեմ թողելու մտնեն, ու շատ ագրեսիվ ու ատելության այսպես ճառագող ատելությամբ է ինքը խոսում այդ մասին։ Հիմա ես պատկերացնում եմ այդ մասում ապրող մարդիկ, ովքեր որ չունեն այդ կարծիքը
իրենք ստիպված են լինելու կամ չարտահայտել իրենց կարծիքը, կամ թաքցնել, կամ ստիպված են լինելու գործել իրենց կամքին հակառակ, որպեսզի իրենց մուտքը, ասենք օրինակ, այդ եկեղեցի չհատկելվի կամ իրենց ավելի վատ չվերաբերվեն այդ ընդհանուր մթնոլորտում։ Այսինքն խնդիրը այն է, որ ամեն դեպքում եկեղեցին իր խորհրդանշները, իր մշակութային, այսպես ասած, նշանը իրավունք չունի օգտագործելու քաղաքական դաշտում։ Առանձին վերստացի հոգևորականները, ինչքան ուզում են թող քաղաքականությամբ զբաղվեն, բայց հենց մտան քաղաքականություն, ինքը պետք է որոշում կայացնի, կամ քաղաքական գործի չես, կամ հոգևոր գործ ես, չես կարող երկուսը իրար հետ լինել, որովհետև հակառակ դեպքում դու դեմ ես գնում ժամանակակից պետությանը օգտագործել եկեղեցին որպես քաղաքական հայտարարությունների Այո, ես չեմ ուզում մեզ համեմատենք մահմեդական եկեղեցին մի մոմենտ դարձել էր քաղաքական կենտրոն։ Հավատացյալները չէին կարող մտնել այնտեղ։ Ես անգամ չէի կարող մտնել։ Քաղաքական կենտրոն էր դարձել։ Հիմա ես ուզում ասել, այն որ դուք համեմատում եք մահմեդական ինչ որ աշխարհի հետ, Այնտեղ ասենք մեր կողքի հարևան պետության բանը քաղաքական ամբողջ համակարգը ենթարկվում է իրենց հոգևոր առաջնորդին, այսինքն նա պետություն։ Հա, ասենք նա է որոշում ինչպես։ Մենք շատ քիչ ժամանակ ենք ունեցել, բայց կա եւս մեկ հարց, որ ես կուզեի դες հնարավորինս կարճ քննարկել, դա պոպուլիզմն է։ Հայաստանում պոպուլիզմը ամենուրեք է։ Պոպուլիզմով տարապում է իշխանությունը, պոպուլիզմով տարապում է ընդդիմությունը, պոպուլիզմով տարապում է եկեղեցին, եկեղեցու իշխանները կոնկրետ, եւ պոպուլիզմով միանգամից սկսում են տարապել նույնիսկ նորաստեղծ քաղաքական ուժերը, ինչը մեզ համար ողբերգություն է իրականում։ Ինչու է Հայաստանում այդ պոպուլիզմի պահանջարկը պահանջարկ կա, չէ՞։ Եթե պահանջարկ չլինի, մարդիկ դա չեն անի։ Ինչու է պոպուլիզմի պահանջարկը այդքան բարձր։ Գիտեք, իմ կարծիքով հասարակության նախ մենք ինչի է պոպուլիզմի պահանջարկը բարձր, կարծում եմ, որ դրանում մեծ ազդեցություն ունի հենց մեր հետ սովետական հասարակություն լինելը։ Այսինքն մենք խորհրդային միությունում որևէ քաղաքական մշակույթի, այսպես ասած, էլեմենտ հասարակության մեջ չի զարգացվել։ Խորհրդային հասարակություն գիտեք ոնց է։ Բերում էին այդ ինչ-որ թերթիկներ, ես ապրել եմ էլի, գիտեմ, մեր տունել եմ բերել, ես այն ժամանակ ուսանող եմ եղել, ես 91 թվականին եմ ավարտել համալսարանը, ծառայել եմ սովետական բանակում, հեռավոր արևելքում, Ուսուրիսկի այդ հատվածում, Վլադիվոստոկ Ուսուրիսկի այդ հատվածում, այսինքն ես համ սովետական Ռուսաստանն եմ ամբողջությամբ տեսել, ապրել եմ շատ տարբեր ռուսական քաղաքներում, սկսած Հյուսիսային Կովկասից, Կրասնոդարի երկրամասը, վերջացած Մոսկվան, վերջացած հեռավոր արևելքի եւ Սիբիրի մի շատ քաղաքներ, այսինքն ես շատ լավ գիտեմ, եւ ռուսները ինչպեսի ազգ են եւ ռուսական տարբեր հատվածների բնակչությունը ինչպեսին է, հա։ Հիմա բայց այդ թողնելով մի կողմ, ինչի հիշեցինք, ես պոպուլիզմի այս կապը ես տեսնում եմ հենց այդ սովետական միությունից։ Սովետական միությունը մարդկանց մոտ ձևավորում է սեփական կարծիք չունենալու մշակույթ, որովհետեւ սեփական կարծիք ունենալը դատապարտվում էր եւ մարդկանց դրա համար 3-ից 5 տարի եւ շատերին դա ձեռնտու է։ Շատերին դա ձեռնտու է։ Հա, այսինքն դաստիարակվել է մի սերունդ, որը աշխատում է չունենալ կարծիք։ Սա պոպուլիզմի համար շատ առատ, այսպես ասած, բարեբեր դաշտ է։ Այսինքն մարդիկ հայտնվում են եւ իրենց ինչ է պետք։ Իրենց ընդհանրապես պետք է այնպիսի բաներ ասել, որոնք որ ավելի ուղղված են մարդկանց զգացմունքներին, քան դատողությանը, որովհետև քաղաքական կուլտուրան, հատկապես մասնակցային քաղաքական մշակույթը, իսկ ժողովրդավարությունը եւ ընտրությունները դրանք մասնակցային քաղաքական մշակույթի էլեմենտներ են, դրսևորումներ են, հա, քաղաքական մասնակցային մշակույթը պահանջում է, որպեսզի մարդը ինքը ինքնուրույն որոշում կայացնի։ Բայց քանի որ սովետական եւ հետսովետական հասարակություններին, հատկապես միջին եւ ավագ սերնդին, շատ բնորոշ է այն, որ իրենք աշխատում են, գերադասում են, որ իր փոխարեն ուրիշը որոշում կայացնի, իրեն թվա թե ինքն է որոշում կայացնում, բայց ինքը խուսափում է այդ որոշում կայացնելու պատասխանատվություն։ Շատ է, պարզապես իրոք այդքան էլ լավ չեն այդ խնդրի հետ, հա։
Շատը նույնիսկ չեն էլ գիտակցում, որ իրենք դրանից փախչում են, հա, այդ ազատությունից, սեփական կարծիքը որոշումը ունենալու այդ ազատությունից, հա։ Դա համար իրենց պետք է ինչ-որ մարդիկ, ովքեր որ տարբեր տեսակի պոպուլիստական ուրեմն տեխնիկաներ կիրառելով իրենց կմիավորեն մի հատ մենքի ճամբարում, որը կլինի թշնամական համարյա թե հարաբերության մեջ այն մյուս ճամբարի մենքի հետ եւ իրեն շատ հեշտ է այդ դեպքում գնալ եւ կողմնորոշվել է ում պետքա ոնց ինչպես ես դու կողմնորոշվում ուղեղդ պետք չէ աշխատացնես քո այդ բանը պաշտելի հա սուրբը քաղաքական այդ առաջնորդը ինչ ասեց այդ հալածյուղի պես ընդունում Պարոն Թադևոսյան, դուք հիմա ինձ բացատրեցիք, շատ կներեք մի բան էլ ասեմ, օրինակ ինձ շատ հետաքրքիր է, երբ որ ես ազատ այսպես չէ, ես գիտնական եմ, մտավորական կարող եմ ոչ մի քաղաքական ուժի չեմ հարում, կարող եմ շատ ազատ բոլորին էլ քննադատել։ Երբ որ իմ հարցազրույցներին լինում է, մի քիչ քննադատական այս ուժին, մի քիչ քննադատական եկեղեցուն, մի քիչ քննադատական մյուս ուժին, մեկ էլ տեսնում ես, այս գործող իշխանության այդ պոպուլիստական թևը, որ այդ խաժամուժ չէ, որ ինքը չի էլ մտածում, քեզ սկսում է հայոյել, որովհետև դու բանը Նիկոլ Փաշինյանին կամ ասենք չգիտեմ քաղաքացիական պայմանագրի հասցեին քննադատական ինչ-որ բան ես ասել։ Մեկ էլ զուգահեռ այն մյուսներն էլ են, այսինքն սա ցույց է տալիս հենց այս վիճակը, երբ որ մարդը ոչ թե փորձում է լսել ու հասկանալ ասվող խոսքը, քննադատությունը, հասկանալ ինչի համար է դա ասվում, այլ ինքը իրան դրել է մի ճամբարում, այսինքն ինքն էլ չի դրել, իրան դրել են մի ճամբարում, իր այդ թելիկները, ձեռքերը բռնած շատ լավ գիտեն, հա, ասենք որ մասին ինչպես թույլ տեղերը որոնք են, եւ այդ թելիկները հիմնականում էմոցիոնալ են։ Ցավոք մեր ժամանակը ավարտվեց։ Պարոն Թադևոսյան, դուք հիմա շատ հանրամատչելի բացատրեցիք եւ պատասխանեցիք մի շատ դժվար հարցի, թե ինչու մեր հասարակության մեծամասնությունը չի մասնակցում ընտրություններին եւ ինչու մասնակցողները մասնակցում են այնպես, ինչպես նրանք մասնակցում են։ Շնորհակալ եմ ձեզ։ Ձեզ նույնպես։ Մեր հյուրն էր մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը, քիչ անց մենք կվերադառնանք եւ կշարունակենք մեր եթերը։